Անալիքի հարգելի հետևորդներ, այսօր Կիրակի է եւ ես զրուցելու եմ պարոն Էդգար Ղազարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Ղազարյան։ Բարի ձեզ։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում դուք խոսում եք անընդհատ անվստահության գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի։ Ուզում եմ հարցնել, ինչու այդ առաջարկով չեք դիմում խորհրդարանական խմբակցություններին։ Ուրեմն մինչև հիմա չենք դիմել են պարզ պատճառով, որ դա իրանց պարտականությունն է եւ ի թիվս մյուս բոլոր այլ գործառույթների, որ ազգային ժողովի падգամավորները ի պաշտոն է պարտավոր են իրականացնել, եւ ամենևին պարտադիր չէ, որ Հայաստանի քաղաքացիները ամեն օր դիմեն падգամավորներին եւ ասեն խնդրում ենք կատարեք ձեր պաշտոնական պարտականությունները։ Իսկն դա իրենք պետք է անեին շատ վաղուց, դեռևս 2022 թվականի օգոստոսից, եւ պարտադիր չէր, որ մենք անդադ իրենց դիմենք այդ հարցով, չնայած որ հանրային խոսույթում որպես կարևոր գործիքակաց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չառաջնալու դրա մասին միշտ խոսվել է, բայց հիմա քանի որ նրանք շատ համառ են գտնվել իրենց այդ պարտականությունները չկատարելու, դրանից խուսափելու հարցում, կարծում եմ, որ առաջիկայում ճիշտ կլինի նաեւ դիմել падգամավորներին, ընդ որում դիմել ոչ միայն գրավոր, այլ նաև դիմել տարբեր հանդիպումների միջոցով եւ փորձել պարզաբանումներ ստանալ, թե ինչի падգամավորները չեն ուզում կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, վերահսկել կառավարության գործունեությունը, ինչը որ ազգային ժողովի սահմանադրական ֆունկցիան է, պարտականությունը եւ կայացնել դրանից բխող որոշումներ։ Եվ քանի որ այս գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին, այսինքն նրանք պետք է պաշտոնավարեն մինչև 2026 թվականը, ինչքան մոտենում այդ ժամկետը ավարտին, այնքան ավելի կարևոր է դառնում նրանց ֆունկցիաների կատարման նկատմամբ հաշվետվողականության պահանջները։ Եվ ես կարծում եմ, որ արժի, որ այդ մասին մենք դիմենք մեր падգամավորներին, եթե մինչև հիմա ես ոնց որ միայնակ էի այս գաղափարի հետ, որ պետք է падգամավորները անվստահություն հայտնեն վարչապետին, ավելի շատ են մարդիկ քաղաքական դաշտում, հատկապես նրանք, ովքեր որ աջակցում են խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերին, փորձում են արդարացնել նրանց այդ անգործությունը եւ այլն։ Հիմա ոնց որ թե աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թվաքանակը, ովքեր պաշտպանում են այս գաղափարը, եւ տենց ակամայից ոչ ֆորմալ մի հատ նախաձեռնություն է ձևավորվել, որը կոչվում է «Արթունենք» նախաձեռնություն, որի շրջանակներում կարծում եմ մենք առաջիկայում արդեն մի քանի քննարկումներ ունեցել ենք, առաջիկայում էլ կունենանք էլի քննարկումներ, որոնց արդյունքում արդեն կարծում եմ հրապարակային ամեն ինչը տիրույթում փորձենք խոսել падգամավորների հետ, ովքեր իրավասու են եւ պարտավոր են կատարել նման քայլեր եւ կայացնել նման որոշումներ։ Անկեղծ ասած, падգամավորներից որոշակի արձագանքներ կան հանրային տիրույթում, ոչ անձնական շփումներում, օրինակ որոշ ազգային ժողովի падգամավորներ տարբեր հարցազրույցներով, տարբեր լրատվամիջոցների անդրադառնում են այդ խնդրին եւ փորձում են պատճառաբանել, պարզաբանել իրենց որոշումը չկայացնելու, այդ ճանապարհով չգնալու մոտեցումները։ Ես շատ մեծ ուշադրությամբ բնականաբար դրանք լսում եմ եւ առայժմ ոչ մի հիմնավորում ինձ համար խելամիտ, որ կարող է պատճառ հանդիսանա, որ ես վերանայեմ իմ մոտեցումները, դեռևս չեմ լսել։ Հակառակը լսել եմ մոտեցումներ, որոնք վկայում են այդ տեսակետների խոցելի լինելու մասին։ Ես կարծում եմ, որ առաջիկայում մենք ավելի ակտիվ կլինենք այդ ովքեր այդ միայն նախաձեռնությանը կմիանան, այդ նախաձեռնություն ասած այդ գաղափարին, որովհետև այդպես կազմակերպությունը, այդպես շարժում որպես այդպեսին, որ պետք է վերածվի ինչ-որ մեկ այլ process-ի, դառնա քաղաքական ուժ, քաղաքական հայտ ներկայացնի, գոյություն չունի եւ չի կարող ունենա։ Ընդամենը կա գաղափար, ընդ որում գաղափարի հեղինակը ես չեմ, գաղափարի հեղինակը չի, սա ինչ-որ մի հետաքրքիր խաղացում չի, սա ինչ-որ մի յուրօրինակ լուծում չի, դա ընդամենը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պարզ իրավակարգավորում է, այսինքն նորմ, որ պետք է գործի դրվի, եւ հիմա պիտի հասկանանք, թե ինչի падգամավորները խուսափում են կատարել իրենց պարտականությունը։ Ես падգամավորներ ասելով
Այս դեպքում ոչ մի տարբերակում եւ առանձնացում չեմ դնում պատգամավորների այս կամ այն խմբակցության պատկանելության, սեռական պատկանելության, սեռային պատկանելության, չգիտեմ, կամ տարիքային պատկանելության իմաստով եւ այլն, որովհետեւ ազգային ժողովի բոլոր պատգամավորները ունեն հավասար իրավական կարգավիճակ, հավասար իրավունքներ եւ հավասար պարտականություններ։ Եվ մենք պետք է յուրաքանչյուր պատգամավորի մոտեցումը տեսակետ այդ հարցի վերաբերյալ լսենք, իրանք պարտավոր չեն մեզ մի կողմից պարտավոր են, որովհետև պատգամավոր են հանրության առջև հաշվետու են եւ այլն, բայց միգուցե մյուս կողմից էլ անձնապես պարտքարան նաեւ խուսափեն, բայց մենք պիտի արձանագրենք ով է խուսափում, հարցին պատասխանելուց, ով է պատասխանում եւ պատասխանելուց ինչ է ասում։ Եվ այդ ամեն ինչը պետք է լինի հասարակության համար տեսանելի, պարզ եւ ամեն մի մարդ ըստ այդմ ձևավորի իր դիրքորոշումը, եթե կլինեն մարդիկ, ովքեր կպաշտպանեն այս տեսակետը, նրանք կկանգնեն մեր կողքին, եթե կլինեն մարդիկ, ովքեր որ կպաշտպանեն պատգամավորների մոտեցումները, այսինքն կգտնեն, որ ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա Հայաստանի վարչապետ, նա հրաշալի վարչապետ է եւ փայլուն կատարում է իր պարտականությունները, ծրագիրը, դա էլ մարդիկ դա էլ պիտի լսեն, որովհետեւ եթե վարչապետին անվստահություն չես հայտնում, ունես դրա հնարավորությունը, նշանակում է, որ պատգամավորները վստահություն են հայտնում, իսկ ինձ համար տարօրինակ է, որ ազգային ժողովում այս պայդրության վարչապետը վայելում է բոլոր պատգամավորների անվերապահ աջակցությունն ու վստահությունը, որովհետև մենք գիտենք, մեզ թվում է, որ ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք դիրքավորված են որպես ընդդիմադիր պատգամավորներ, որոնք այնտեղ գնալուց առաջ խոստացել են իրենց ընտրողներին, մեզ բոլորից գնան պայքարեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու համար։ Հիմա իրանք պատգամավոր են, Նիկոլ Փաշինյանի իշխանության ղեկին է, իրանք իրավունք ունեն նրան հեռացնել այդ պաշտոնից անվստահություն հայտնելու միջոցով, բայց նույնիսկ նախաձեռնություն չեն ցուցաբերում, նույնիսկ փորձ չեն անում դա իրագործելու։ Չափազանց տարօրինակ է ինձ համար այս ամեն ինչը, եւ ինձ որպես Հայաստանի քաղաքացի, որում քաղաքացի, որ ունի նաեւ հասարակական մեծ ակտիվություն, զբաղվում է հասարակական գործունեությամբ, քաղաքական գործունեությամբ, իր հնարավոր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերել նաև այս կուսակցությունների ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, նրանց աջակիցների բոլոր քաղաքական նախաձեռնությունների շարժումներին, կարծում եմ, որ ես որպես այդ քաղաքացի վաստակել եմ այն բարոյական իրավունքը բարձրացնելու պարզ, տրամաբանական, օրինական, սահմանադրական հարցեր եւ ստանալ դրանց վերաբերյալ բացատրություններ, ընդ որում դա անել ոչ թե ինձ համար, ես անձնական խնդիրներ չունեմ, անձնական հարցեր չունեմ, բարձրացնելու, այլ դա անում եմ մտադիր եմ անել հանրային շահի, հանրային հետաքրքրության տեսանկյունից։ Պարոն Ղազարյան, բայց եթե ազնիվ լինենք, հավանականությունը որքան է, որ խորհրդարանի այս տեսքով ու այս համամասնությամբ պատգամավորների եւ խմբակցությունների impeachment-ը որպես գործընթաց կարող է իր նպատակին ծառայել։ Ես կարծում եմ, որ քանի դեռ ոչինչ չի արվում, այսինքն ոչ մի քայլ չի ձեռնարկվում, հավանական պետք է հաջողի 0 է։ Այսինքն եթե որևէ ջանք չես գործադրում, դու գալել, որ դրանից կունենաս արդյունք։ Իսկ գործընթացը նախաձեռնելու դեպքում ինչ արդյունք կունենաս, դա արդեն երևալու է գործընթացի ընթացքում, որովհետև ես հասկանում եմ ձեր տրամաբանությունը եւ պրագմատիկ դատողությունները, հավանաբար պայմանավորված է դրանով, որ որոշման կայացման համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն, իսկ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունի 69 պատգամավոր, հետևաբար իսկ իրանք հավատարմություն եւ նվիրվածություն ունեն Նիկոլ Փաշինյանին, անվերապահ աջակցում են նրան եւ ոչ մի պարագայում որոշում չեն կայացնի նրան իշխանությունից հեռացնելու համար։ Ես կարծում եմ դա չէ ձեր մոտեցումը, անհանգստությունը, որ նրանք չեն քվեարկի։ Բայց հենց մեր խնդիրն է, որ մենք գնանք, այո, դա հիմիկվա իրականությունն է եւ ես լինելով պրագմատիկ մարդ, դա այդ իրականությունը շատ սթափ տեսնում եմ, գնահատում եմ եւ համակարծիք եմ ձեզ հետ, որ այո, ազգային ժողովի հիմիկվա դասավորությունը այդպիսին է։
քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հիմիկվա մոտեցումը այդպիսին է, բայց ես իմ խնդիրը ոչ թե համարում եմ իրողությունների արձանագրումը եւ դրանց հետ հաշտվելը, այլ իրողությունների արձանագրումը եւ դրանք փոխելը, մանավանդ որ այդ իրողությունները անտրամաբանական են, հակասահմանադրական եւ հակաօրինական։ Այսինքն, եթե օրինակ մենք ինչի ականատես եղանք այս վերջի շրջանում, որ վարչապետը խոստովանում է, որ ինքը WhatsApp-ով հաղորդագրություն աղարկել падգամավորներ, ազգային ժողովի падգամավորներ, Հովիկ Աղազարյանի Զեյնալյան, որպեսզի նրանք վայր դնեն падգամավորական մանդատը, չէ՞։ Նայ։ Փաշինյանն նման բովանդակությամբ հաղորդագրություն աղարկել, են ընդունել, որ այո, վարչապետը պահանջել է, ու ինչ ա եղել, երկու տարբեր դիրքորոշումներ ա եղել դրա արդյունքում։ Նարեկ Զեյնալյանը համաձայնել է եւ անմիջապես գրել է իր հրաժարականի դիմում, այսինքն հաղորդագրությունը ստացել է Կիրակի օրը երեկոյան, երկուշաբթի օրը արդեն ազգային ժողովի նախագահին դիմել է, որ վայր է դնում իր մանդատը։ Հովիկ Աղազարյանը ընդդիմացել է, ասել է, որ չէ, ես վայր չեմ դնում իմ падգամավորական մանդատը։ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելուց հետո ստացել է նոր աշխատանք ունենալու հնարավորություն, առաջիկայում ամենայն հավանականությամբ նա կնշանակվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախարարը փաստացի չի հերքել, կարելի ասել հաստատել այդ տեղեկությունը, ինչը ավելի բարձր աշխատավարձ է, քան падգամավորի աշխատավարձ, կարծեմ այնտեղ մինչև 5 միլիոն դրամ աշխատավարձ է այդ տնօրենի համար նախատեսված, падգամավորները ստանում են ամսական մոտարապես 1 միլիոն։ Իսկ Հովիկ Աղազարյանի դեպքում նա հեռացվել է խմբակցությունից, հեռացվել է կուսակցությունից եւ նաեւ վարույթ է նախաձեռնվել քրեական գործերով նրա դեմ դատախազը միջնորդություն է ներկայացրել, նա զրկվել անձեռնմխելուց, այսինքն սկսել է ենթարկվել հետապնդումների։ Սա իրականություն է, չէ՞, փաստ է, որ բայց այդ իրականությունը ապօրինություն է, որովհետեւ մեր երկրի սահմանադրության օրենքներով վարչապետը նման պահանջ իրավունք չուներ ներկայացնել։ Հակառակը падգամավորները պիտի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերեն։ Այս երկիրը կառավարական պետություն չի, խորհրդարանական պետություն, այսինքն կառավարությունը չի ազդում պարլամենտի գործունեությանը, խորհրդարանն է ազդում։ Հիմա եթե մարդիկ խախտել են մեր երկրի սահմանադրական կարգը, տրամաբանական իրավահարաբերությունները, այդ փաստը ես դու բոլորս միասին արձանագրում ենք։ Բայց մեր քաղաքական գործիչների, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց խնդիրը ոչ թե այդ արձանագրումների հետ հաշտվելն ասել, այդ տեսեք իրանք շատ են, այդ տեսեք իրանք այդպիսին են, այդ տեսեք իրանց մոտ տենց են կայացում որոշումները, այդպես Նիկոլ Փաշինյանը վախեցնում է նաև մյուս ԿՊ-ական падգամավորներին, նրանց դեմ ունի կոմպրոմատներ, իրանց ոչ մի բանի համար փող է տալի եւ այլն։ Ուրեմն մենք հաշտենք այդ իրականությունը, ոչ, մենք չպետք է հաշտվենք։ Եվ մենք պետք է գնանք այդ իրականությունը փոխելու ճանապարհով։ Իսկ իրականությունը փոխելու ճանապարհը, այո, ես էլ եմ կարծում, որ դա շատ դժվար ճանապարհ է, դա հեշտ չի լինելու այդ որոշումը ստանալ падգամավորներից, բայց դա միակ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու։ Բայց ամբողջ խնդիրն է, որ մենք երբ որ այս մասին խոսում ենք, նույնիսկ ԿՊ-ականներին չենք կարողանում հասնել, որովհետև պարզվում է, որ մենք առաջի этаպում հանդիպում ենք ազգային ժողովում ընդդիմադիր հռչակված падգամավորների դիմադրություն վարչապետի ստահություն հայտ, որպեսզի մենք անցնենք հաջորդ этап եւ փորձենք հասկանալ, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների ինչ դիրքորոշումն են։ Այսինքն մենք այդ հարցում ունենք համընդհանուր դիմադրություն։ Ոչ մի падգամավոր չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն, պատկերացրեք ինչ խայտառակ վիճակ է։ Ոչ մի բան, հիմա մենք պիտի փորձենք համոզել ընդդիմադիր խմբակցությունների падգամավորների, որ իրանք սկսեն վարչապետին անվստահություն հայտնել, որպեսզի հասնենք տենանք ԿՊ-ից արդյոք կգտնվի եւս 20 падգամավոր, որ կմիանա այդ նախաձեռնությանը, եւ մենք ունենանք հաջողություն։ Մի խոսքով շատ դժվար գործ ենք նախաձեռնել, բայց ես կարծում եմ, որ հաջողություն լինելու է, դժվարություններ հաղթահարելու լինելու է հաջողություն, որովհետեւ առավել քան վստահ եմ, որ մեր ժողովուրդը հասարակությունը, լայն հասարակությունը աջակցելու է այս գաղափարին,
Իսկ որ մարդիկ ոտքի կանգնեցին, մարդիկ սկսեցին պահանջել համընդհանով, ստիպված պատգամավորները ստիպված կլինեն տեղի տալ, այսինքն ենթարկվել ժողովրդի կամքին, ինչը որ սահմանադրությամբ է ամրագրված, այսինքն պատգամավորը ներկայացնում է ժողովրդին եւ ժողովրդի կամքը, ժողովրդի շահերը, ժողովրդի պահանջները հաշվի առնելով, իր խղճից համոզմունքներից ելնելով պետք է կայացնի որոշումներ։ Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կամքով ու պահանջով նախ կստանանք ընդդիմադիր պատգամավորների որոշումը, նախաձեռնելու անվստահություն հայտնելու գործընթաց ու հետո կհասնեն ՔՊԻ պատգամավորներին եւ վստահ եմ, որ այդ ժողովրդական ուժը նաեւ նրանցից կգտնի առնվազն մարդկանց, ովքեր որ կկայացնեն օրինական սահմանադրական որոշում։ Պարոն Ղազարյան, իսկ արդյոք մտածել եք նաև զուգահեռաբար փողոցային պայքարով պատգամավորներին ճնշելու հեռանկարի մասին եւ կուզեմ իմանալ արդյոք դուք այս մասին ճշտել եք նաև Բագրատ Սրբազանի տեսակետը, որովհետեւ որոշ ժամանակ առաջ դուք ասել էիք, որ զինվորագրվում եք Բագրատ Սրբազանի շարժմանը, իր հետ համաձայնեցրել եք թե ոչ։ Փողոցային պայքարը այս գործընթացի անմիջական մասը պետք է կազմի, այդ նոր քիչ առաջ որ ես ասում եմ, որ ժողովրդի լայն զանգվածները պետք է համախմբվեն եւ պաշտպանեն այդ գաղափարը, ես նկատի ունեմ դա հենց փողոցային պայքարը, որ դա պետք է իրականացնի, բայց դա ոչ թե պետք է լինի պատգամավորներին ճնշելու նպատակով, այսինքն որպեսզի մարդիկ ճնշեն պատգամավորներին, այլ ճիշտ հակառակը։ Հիմա պատգամավորները իրենք են գտնվում տարբեր ճնշումների ազդեցության տակ։ Մի մասը Նիկոլ Փաշինյանի, մի մասը կուսակցականներն իրենց կուսակցությունների որոշումների, չէ, իրանք են ճնշված հիմա փաստացի, իրանք սեփական խղճով չեն առաջնորդվում, այլ առաջնորդվում են կուսակցական տարբեր քաղաքական շահերով, չգիտեմ, պայմանավորվածություններով կամ ինչով եւ այլն։ Բայց ժողովրդի համախմբվածությունը եւ փողոցային պայքարը պետք է նրանց դուրս բերի իրենց յուրաքանչյուրի իր գոյություն ունեցող ճնշումների միջավայրից, որպեսզի նրանք հանդես գան որպես պատգամավորներ եւ իրենց խղճով, համոզմունքներով անկաշկանդ կայացնեն օրինական սահմանադրական որոշումներ։ Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի պայքարին իմ զինվորագրմանը, ես շարունակում եմ մնալ նույն կարգավիճակում, ցավոք Սրբազան պայքարն է թույլատրել իր պայքարի ակտիվությունը, իմ նվիրվածությունը, իմ հարգանքը սիրելի Սրբազանի նկատմամբ շարունակում է մնալ նույնը եւ նրա մոտեցումները ըստ էության համահունչ են այս գաղափարին, որովհետեւ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 9-ին, երբ որ 1 ժամ դրանից հետո լրացուցիչ 20 րոպե ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար, դրանից հետո Բագրատ Սրբազանը ինքը առաջարկեց եւ վստահություն հայտնեց, որ պետքա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերվի ազգային ժողովի կողմից։ Բայց Բագրատ այսքան ինքը այդ գաղափարի ջատագովներից մեկն է եւ ինքը այդ մասին ինքն է հայտարարել Բագրատ Սրբազանը, բայց Բագրատ Սրբազանը պատգամավոր չի եւ ինքը չի կարող նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դա կարող են անել միայն ազգային ժողովի պատգամավորները։ Եվ ես կարծում եմ, որ պետք չի Բագրատ Սրբազանի նորից այդ թեմայով հանդիպել, խոսել, իրեն բան ասել, համաձայնեցնել, բացատրել կամ ինչ-որ բան, որովհետև հակառակն է, ինքն է այդ գաղափարի հեղինակներից մեկը, ու հեղինակ դրան պետք է չի ասել որևէ մեկը, դա սահմանադրության կարգավորում, այսինքն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու իրավական մեխանիզմի գործադրումը դա նաև Սրբազան պայքարի օրակարգում առաջադրված թեմաներից մեկն է։ Եվ այն ինչ որ ես խոսում եմ, դա ոչ մի նոր բան չի պարունակում եւ համահունչ է նաև Բագրատ Սրբազանի մինչ այժմ արտահայտած տեսակետների եւ Սրբազան պայքարի օրակարգին։ Կուզեմ խոսենք Անտալիայի դիվանագիտական ֆորումի մասին, Արարատ Միրզոյանն էր մասնակցում դրան, այնտեղ դրա շրջանակներում հանդիպում ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, ինձ որպես դիվանագետ ինչ դրվագներ եք նկատել, պարոն Ղազարյան, ինչ առանձնացումներ կանեք։ Նախ ուզում եմ ձեզ ասել, որ Անտալիայի դիվանագիտական ֆորումը դա
միջազգային որևէ կազմակերպության հարթակ չի, դա չեզոք կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառում չի, օրինակ ամեն տարի կազմակերպվում է Մյունխենի անվտանգային համաժողովը, չէ, որին էլի շատ երկրների պաշտոնյաներ են մասնակցում, հատկապես պետությունների ղեկավարներ, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության բնագավառի պատասխանատուներ, փորձագետներ, միջազգային կազմակերպություն, բայց դրա կազմակերպիչը մի հատ հիմնադրամ է, նախկին դիվանագետի գլխավորած մի հիմնադրամ է, որը ժամանակի ընթացքում մեծ հեղինակություն է ձեռք բերել։ Լինում են նաև այլ ձևաչափով նախարարական հանդիպումներ, ասենք օրինակ ԵԱԿ նախարարների հանդիպում, չէ, կամ Եվրոպայի խորհրդի մինիստրների նախարարների խորհուրդ, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների արտգործ նախարարները, սա էլ միջազգային կազմակերպության ձևաչափ է։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի կազմակերպիչը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն է։ Այսինքն դա միայն թուրքական միջոցառում է, արտգործ նախարարությունն է, որը կազմակերպվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր հովանու ներքո։ Եվ պարզվում է, որ Թուրքիայի արտգործ նախարարության կողմից կազմակերպված Էրդողանի հովանու տակ հայտնվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, արտաքին գործերի փոխնախարարը, ազգային ժողովի փոխնախագահը հայտնվել են Էրդողանի հովանու ներքո Թուրքիայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ընդ որում այդ միջոցառման նպատակը Թուրքիայի արտգործ նախարարությունը դա կազմակերպում է իր հետ համագործակցող, իր բարեկամ, իր դաշնակից երկրների հետ տարին մեկ անգամ իր արտաքին քաղաքականությունը ներկայացնելը, բարեկամների հետ հարաբերություններ հաստատելը եւ այլն։ Եվ դրան Հայաստանի արտգործ նախարարը մասնակցում է պարբերաբար, այսինքն Արադ Միրզոյանը առաջին անգամ չի, որ մասնակցում է։ Մասնակցել է 24 թվականի ֆորումին։ Նա 23 թվականին չի մասնակցել, որովհետև այդ ֆորումը չի կազմակերպվել, որովհետև Թուրքիայի աղետալի երկրաշարժ եղավ եւ այդ ֆորումը չեղարկվեց։ Չնայած Արադ Միրզոյանը նախապես հայտնել էր, որ պատրաստ է մասնակցել այդ ֆորումին։ Մասնակցել է նաեւ 22 թվականի Անտալիայի, այսինքն ամեն տարի մասնակցում են իրենք։ Եվ Ռուբինյանն էլ է միշտ մասնակցել, նախորդ անգամ մասնակցել է նաև Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղար։ Իդեպ ասեմ, որ այդ ֆորումները սկսել են կազմակերպել 44-օրյա պատերազմից հետո, այսինքն 2021 թվականին առաջին անգամ կազմակերպվել, սա 4-րդն է, 23-ին չեն արել, սա 4-րդ ֆորումն է։ Եվ այսինքն Թուրքիայի դերը տարածաշրջանում մեծանալուց հետո, որովհետև այդ պատերազմում Հայաստանի նկատմամբ հաղթանակը դա նաև Թուրքիայի ձեռքբերումն է, չէ՞, Թուրքիայի հաղթանակն է, իր ազդեցության մեծացումն է։ Եվ դրանից հետո են իրանք նախաձեռնել, այսինքն չէ որ դա 10 տարվա կամ 20 տարվա ավանդույթներ ունեն։ Ընդամենը 4 տարի առաջ են սկսել կազմակերպել։ Եվ Արադ Միրզոյանը այնտեղ գնում է ու շատ հետաքրքիր է, ես շատ մեծ ուշադրությամբ եմ հետևել այդ ֆորումի աշխատանքներին։ Ինքը այնտեղ օրինակ հանդիպել է Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյրուն Բայրամովի հետ։ Իդեպ ասեմ, որ իրենց նախորդ հանդիպումը, այս հանդիպմանը նախորդող, եղել է 2024 թվականի հոկտեմբերի 28-ին Ստամբուլում։ Այսինքն իրենք ուրիշ ոչ միտեղ իրար հետ չեն հանդիպում։ Օրինակ Ջեյրուն Բայրամովը մեկնել էր Մյունխեն նաև անվտանգային համաժողով 2025 թվականի հունվար-փետրվարն չեմ հիշում։ Բայց Արադ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանը գնացել էր, բայց Արադ Միրզոյանը չէր գնացել։ Սա կարա չէ գնար, Մյունխենում էլ հանդիպեին։ Բայց չէ, իրանց ստացվում է, որ իրանց հանդիպման վայրը միայն Թուրքիան է։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործ նախարարները այլևս ֆիքսում են, որ վերջին երկու հանդիպումներ ունենում են միայն Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Ընդ որում այդ նախորդ հանդիպումը հոկտեմբերի 28-ին որ եղել է 3+3 ձևաչափով եւ ընդեղ էլ Արադ Միրզոյանը հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործ նախարար Հական Ֆիդանի հետ։ Նա Անտալիայում նույնպես հանդիպում ունեցել Հական Ֆիդանի հետ։ Օրինակ Արադ Միրզոյանը հանդիպել է Անգոլայի արտաքին գործերի
Ռուսաստանի արտգործնախարարի Լավրովի գիտական ֆորում։ Իդեպ Արադ Միրզոյանը հետ առանձին երկու հանդիպում ունեցել, այդ թվում Թուրքիայի, բացի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից։ Այսինքն ինքը այնտեղ գնում է ոչ միայն Թուրքիայի եւ ադրբեջանությունը, հավատարմությունը, ծայրամությունը ցուցադրելու համար, այլև գնում է այնտեղ դեմարշ անելու, ցուցադրելու իր հակադրությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի դեմ, Ռուսաստանի դեմ, այսինքն դա իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում։ Իդեպ այնտեղ է գտնվել նաև Ռուբեն Ռուբինյանը, սա էլ շատ տարօրինակ է, չէ՞, որովհետև գնացել է հանդիպել է ներեցեք Սերդար Քլեչի հետ, Թուրքիայի կողմից հայ-թուրքական գործընթացի համար պատասխանատու դեսպանի հետ, այն դեպքում, երբ որ ինքը ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունի, այսինքն Ռուբեն Ռուբինյանը արտաքին քաղաքականությամբ զբաղվելու իրավասություն չունի, նա օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, որևէ որոշմամբ նա լիազորված չի դա անելու, անօրինական կարգավիճակով, բայց գնացել հանդիպել է Սերդար Քլեչի հետ, իդեպ ասեմ, որ Սերդար Քլեչը նաև հարցազրույց է տվել Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցող միակ հայկական լրատվամիջոցին, դա Civilnet AM-ն է, եւ խոսել է Հայաստանի սահմանադրության, նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, ասելով, որ չնայած դա Հայաստանի ներքին գործն է, բայց դա կարևոր է տարածաշրջանային համագործակցության Ադրբեջանի պահանջների պահպանման տեսանկյունից, կատարման տեսանկյունից, որը պիտի անդրադառնա նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա, եւ ասել է, որ ուրախ է, որ Հայաստանի վարչապետը դա հասկացել է եւ դա Հայաստանում անելու են։ Ընդ որում ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ տևական ժամանակ է, որ Ռուբենյան եւ Սերդար Քլեչ ձևաչափով հանդիպումներ տեղի չեն ունենում, երբ որ մի պահ դրանք բավականին ինտենսիվ են եւ շատ հաճախ էին տեղի։ Հիշում եք, ամիսը 1 ամիսը 1 պարբերաբար հանդիպումներ էին ունենում տարբեր քաղաքներում, Վիեննայում են հանդիպել, սահմանին են հանդիպել, իդեպ Ռուբինյանը եւ հայ պաշտոնյաները Թուրքիա գնալու շատ մեծ ցանկություն են, բոլոր առիթներն օգտագործում են։ 2023 թվականին, երբ որ Արցախը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ, արդեն ապրիլի 23-ից Հակարի կամրջում տեղադրված էր անցակետ։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Թուրքիա եւ մասնակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթմանահարողությանը, նրա հետ եղել է նաեւ Ռուբինյանը։ Նույն ժամանակաշրջանում Արադ Միրզոյանն է մեկնել Թուրքիա եւ նախ գնացել Անկարա հանդիպում ունեցել արտաքին գործերի նախարարի հետ, այնուհետեւ մեկնել Աղետի վայր, որտեղ Հայաստանը մինչ այդ ուղարկել էր մարդասիրական օգնություն։ Այն դեպքում, երբ որ նույն ժամանակաշրջանում Հայաստանից Արցախ մեկնած մարդասիրական օգնության բեռները կանգնած էին Հակարի կամրջի հարևանությամբ եւ նրանց ցույց չէր տրվում մոտենալ ադրբեջանական հսկիչ անցակետին։ Սպայկա ընկերության մեքենաներով, նույն ընկերության մեքենաներով հայկական օգնությունը հասավ Թուրքիա։ Սրանք շատ կարևոր նշանային իմաստ ունեն ցույց տալու համար, որ Հայաստանի իշխանությունները, որոնք կատարում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի պահանջները, ուրանում են հայոց ցեղասպանությունը, պատրաստ են հրաժարվել մեր երկրի հիմնադիր փաստաթղթերից, Արադ Միրզոյանը դա նույն Արադ Միրզոյանը, որ արտաքին գործերի նախարար, ազգային ժողովում հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը եւ միջազգային ճանաչումն ու դատապարտումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ չի հանդիսանում, այդ մասին խոսում են նաեւ ԿՊ-ական պատգամավորները։ Իսկ դա մաքուր թուրքական շահերի սպասարկող մի ստորաբաժանում է դարձել։ Հիմա ասեմ ձեզ, օրինակ արտգործնախարարություններում լինում են տարբեր ստորաբաժանումներ, չէ՞։ Օրինակ մեր արտգործնախարարությունում էլ կա սահմանակից երկրների վարչություն։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունը ոնց որ վերածված լինի Ադրբեջանի կամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության Հայաստանի բաժնի։ Իսկ Արադ Միրզոյանը հիմա փաստացի ունի Թուրքիայի արտգործնախարարության սահմանակից երկրների վարչության Հայաստանի բաժնի պետի կարգավիճակ։ Որտեղ այնտեղից Թուրքիայի արտգործնախարարությունից ինչ հանձնարարական որ իրան գալիս է, ինքը այդ հանձնարարականը կատարում է։ Նույնը Ադրբեջանի
նախարարությունից, նրանք վաղուց այլևս հայկական շահ, հայկական օրակարգ, մեր պետության չեն զբաղվում, այլ սպասարկում են ադրբեջանա-թուրքական շահեր եւ Անտալիայի ֆորումին գնալը մասնակցել հենց այդ իմաստուն։ Իդեպ ասեմ, որ այդ ֆորումին մի քանի այցելությունից հետո Արադ Միրզոյանի մոտ մտահղացում ա եղել, որ Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես կազմակերպի դիվանագիտական ֆորում, անցած տարի կազմակերպել էին, կոչվում էր Երևանյան հորիզոններ, որին Թուրքիայից ոչ մի պաշտոնյա չի մասնակցել։ Ասենք օրինակ այդ նույն Ռուբինյանի գործընկեր Սերդար Քլեչը, որի դիվանագիտական աշխատանքի ստաժը ավելին է, քան Ռուբեն Ռուբինյանի կենսաբանական տարիքը, ինքը չի եկել Հայաստան եւ չի մասնակցել Հայաստանի արտգործնախարարության կազմակերպած դիվանագիտական ֆորումին։ Բնականաբար դրան չեն եկել նաեւ մասնակիցներ Ադրբեջանից։ Իսկ օրինակ Անտալիայի դիվանագիտական ֆորումին Ադրբեջանը մասնակցել է նախագահի գլխավորած պատվիրակությամբ 15 պաշտոնյաների մասնակցությամբ։ Խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի մասին, տեսակ այնտեղ տարբեր ուրեմն կետեր կար, որտեղ նա այցելեց, մի քանի համայնքներում եղավ, այս այցը ինչի համար էր ձեզ, դուք կարծիք եք հայտնել, որ գնացել էր Սյունիքը հանձնելու, իրապես նման վտանգ կար։ Ուրեմն այցի հիմնական նպատակը դա տգետների դպրոցի մեղրու որտեղ որած իմ քայլը հիմնադրամը հիմա 2025 թվականից սկսել է մի անհասկանալի կրթարշավ, որը կոչվում է կրթվելը նորաձև է, եւ ես դա անվանում եմ տգետների դպրոց, հաշվի առնելով դրա բովանդակությունը, որովհետև իրենք ասում են, որ մեր հասարակության մեջ կան տգետներ, որոնց պետքա կրթել, որպեսզի հաղթահարվի տգիտությունը։ Այսինքն որևէ այլ մարդ բացի տգետներից այդ դպրոցի ծրագրերին չի կարող ընդգրկվել։ Եթե մեկը գնացել է այնտեղ, ուրեմն ընդունում է, որ ինքը տգետ է, որովհետև այդ դպրոցի ստեղծման գաղափարը դա է։ Դեպ ասեմ դա ոչ ակադեմիական հաստատություն է, իմ քայլը հիմնադրամը կրթական կազմակերպություն չի, այնտեղ որևէ փորձագետներ դրանում ընդգրկված չեն, բանախոսներն են այդ տգետների դպրոցի, Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ Աննա Հակոբյանը ունի կասկածելի անհասկանալի կրթություն, ասի մի կենսագրական մի աղբյուրում նշած է, որ նա համալսարան ընդունվել է, չի ավարտել, մյուսում նշված է, որ չի ընդունվել, բայց ավարտել է, ոչ մի տարեթիվ գրված չի, սխալ է նշված այն ֆակուլտետի անվանումը, որտեղ իբր ինքը առնչվել է այդ ֆակուլտետի հետ, գրում եմ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, այդպիսի ֆակուլտետ պետական համալսարանը երբեք չի ունեցել։ Ժուրնալիստիկա ֆակուլտետ։ Ժուրնալիստիկա, այսինքն հնարավոր չի, էլի դու միտեղ սովորես, չիմանաս դու որտեղ սովորել։ Դա Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի պարագայում առհասարակ իր ունեցած միակ կրթական փաստաթուղթը, որը վկայում է իր կրթության այդ առնչության մասին, դա Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատն է։ Դրանից հետո ինքը որևէ դիպլոմ, որևէ կրթություն, վերապատրաստում, ոչ մի ծրագրում ընդգրկված չի եղել եւ վերջի կառավարության նիստում Սյունիք մեկնելուց առաջ ապրիլի 10-ին հայտարարել է, որ ինքը բավականին ստաժավոր տգետ է, առնվազն 7 տարվա, ընդ որում ոչ միայն ինքը, այլ այդ դահլիճում, սրահում, կառավարության նիստերի դահլիճում գտնվող բոլոր տգետները։ Ինքը ասում է, ես ձեր հետ միասին, դուք իմ գլխավորությամբ, մենք բոլորս տգետ ենք։ Դա ինքը ոնց որ չեմ ցիտում, բայց ոնց որ թե ցիտում եմ, գրեթե դա ամբողջությամբ ասել է։ Ու հիմա ինքը տգետների դպրոցի պրոֆեսոր է, ու գնացել են Սյունիք, Մեղրիում տգետների դպրոցի հերթական սեանսը կազմակերպելու։ Բայց Մեղրին դա երբ որ նայում ենք թե ինքը ինչ հանդիպումների է գնացել, ինքը այնտեղ օրինակ Նռնաձոր համայնքի բնակիչներին
բացատրում է, թե ինչքան օգուտ է լինելու, ինչ մեծ միլիարդներ եկամուտներ է լինելու, երբ որ երկաթգծով, մեղրիով Ադրբեջանը կապ ունենա Նախիջևանի կամ Թուրքիայի հետ։ Իհարկե դա ոչ միայն այդ համայնքի հետ ոչ մի կապ չէ, բայց դուք նոր եք վաճառելու։ Ասենք ես չգիտեմ, էլի օգտվում այդ մարդկանց անպաշտպան վիճակից, չէ, բացատրություն չունենալու է, եթե Արադ Միրզյանը խոստովանում է, որ գնացքը, որը որ պիտի անցնի այդ տարածքով, մաքսային ձևակերպում ստանալու է Ադրբեջանում, Հայաստանի տարածք մտնելուց ոչ մի դեր չի կանգնելու, մաքսային հսկողություն չի անցնելու, մաքսատուկ չի վճարելու, եւ այդ 40 ես դա մի քիչ դժվար եմ բաց։ Նորը նետեն այդ գնացքի ուղղությամբ, բայց այդ էլ ադրբեջանցիները կհամարեն հարցակում ադրբեջանական բեռների վրա եւ կրակի տակ կպահեն այդ համայնքը։ Խափում է մարդկանց, բայց խոստովանում է, որ գնում է բացատրելով, թե ոնց է այդ տարածքը, այսինքն միջանցք տրամադրելու Ադրբեջանին մեղրու հատվածով, որպեսզի մարդիկ մոտավորապես պատկերացնեն դրա հետևանքները, ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի համանման այցելությունները 2024 թվականի սկզբից Տավուշի մարզ, Գիրանց, Ոսկեպար, Բաղանիս համայնքներ, որտեղ ինքը մարդկանց նույն ձևի բացատրում էր, թե ոնց պիտի ինքը տարածքներ հանձնի Ադրբեջանին ու հանձնեց այդ տարածքները։ Հիմա ինքը այցելել է Սյունիքի մարզ եւ փորձում է այս իր քարոզչական հնարքներով այդ Գավրոշի գլխարկը գլխին դրած, իրան ապուշի տեղ դրած, ներկայացնի գրոշի արժեք չունեցող մոտեցումները եւ այդ խափեությամբ նա մեր հայրենիքի այդ հատվածը վստահ եմ, որ մտադիր է հանձնել թշնամու, որտեղ թշնամու ծրագրերն են, թշնամու պահանջներն են, որոնք իրենք կատարում են անխոնջ եւ մեծ պատրաստակամությամբ։ Այո, կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի այցի գլխավոր նպատակը դա Սյունիքը թշնամուն հանձնելն է, առիթը տգետների դպրոցի մեղրու դասընթացը, որտեղ տգետների դպրոց հիմա Հայաստանի տարբեր համայնքներում է կազմակերպվում, իսկ մեղրիում կազմակերպվել է հատուկ այդ նպատակով։ Պարոն Ղազարյան, կուզեմ նաև անդրադառնանք մեկ այլ կարևոր հարցի, հայ-ռուսական հարաբերություններին։ Վերջերս ամբողջով մենք այս թեման կարծես չենք քննարկել։ Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունվեց այսպես կոչված Եվրաքվե կոչվող նախագիծը Ռուսաստանի կողմից մինչ այդ էլ եղել էր շատ կոշտ արձագանք, որ հայերը պետք է կողմնորոշվեն, իսկ հիմա փորձագիտական շրջանակներից են տարբեր որակումներ գալիս Հայաստանի հետ կապված, նաև կառավարության հետ կապված, ի վերջո այս օրենքի ընդունումը ինչ գին է նստելու հայ ժողովրդի վրա։ Նայեք, այդ օրենքի նախագիծը Հովիկ Աղազարյանը, ՔՊ-ի պատգամավոր, խոստովանեց, թե դա ինչ պատմություն է ունեցել։ Այսինքն սկզբից այդ նախաձեռնությունը պատկանել է ՔՊ-ին, կառավարությանը, եւ կառավարությունն է ուզել հեղինակի, որ ՔՊ-ն նախաձեռնի այդ գործընթացը, բայց հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում քննարկել են եւ հասկացել են, որ Ռուսաստանից կարող է արձագանքները շատ վատը լինեն եւ դա ազդի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վրա, իսկ դա այսօր Հայաստանի տնտեսության գոյության միակ ստեյության երաշխիքն է, որոշել են այդպես հնարքի դիմել, այդ Հովիկ Աղազարյանը այդ մասին պատմել է, որ հանձնեն այդ գործընթացը պրո-իշխանական, այսպես կոչված ոչ խորհրդարանական ուժերին, որ իրենք դա բերեն որպես իրենց նախաձեռնություն, ժողովրդի նախաձեռնություն, եւ գնացին այդ Եվրոքվե ճանապարհով, ստորագրահավաքով, որը ստացավ կառավարության նաեւ աջակցությունը, ստորագրություններ հավաքելու հարցում, այսինքն այն խոչընդոտները, որոնք ստեղծվում էին Հայաքվեի ժամանակ, հակառակը լինում էր Եվրոքվե
շրջանակ այդ խաղաղության սահմանից հեռացնելու պահանջը, որը Հայաստանը համաձայնել էր, քանի որ հիմա սահմանից արդեն ռուսական բոլոր տիպի զորամիավորումները, սահմանապահ ծառայության զորքերը, 102 ռազմաբազայի ստորաբաժանումները 24 թվին դուրս են բերվել, սահմանի մնացած միակ երրորդ ուժի երկրներից ներկայացուցիչներ մնացել են Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը եւ այլն ասում է դրանց էլ հեռացրեք սահմանից։ Ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել է։ Իսկն լարվածություն էր դրանով առաջանալու Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Հիմա որպեսզի իրենք եվրոպացիներին խաբեն, ցույց տան, որ իրենք այն ամենայնիվ Եվրամիության հետ դրական են տրամադրված, անմիջապես նորից բերեցին եւ երկրորդ ընթերցման ու ամբողջությամբ ընդունեցին այդ օրենք, դա օրենք համարը չի կա, չգիտեմ, առիթ եք ծանոթացել եք դրա բովանդակության։ Մի նախադասություն ընդամենը։ Ազգային ժողովի այդ իրավական փորձաքննության վարչությունը այդ մի նախադասության վերաբերյալ 3 բացական եզրակացություններ գրել, որ այդպես բովանդակությամբ օրենք չի կարող լինի, որ դա իրավական ակտերի մասին օրենքին է հակասում, որ դա իրավական տեխնիկայի պահանջներին չի համապատասխանում, կարգավորման առարկա չունի, ուղերձ ընդամենը, որը Եվրամիությանը որևէ պետության անդամակցության գործընթացի կարգավորումների հետ որևէ կապ չունի, այսինքն աշխարհում Եվրամիության ոչ մի անդամ երկիր այդ ձևով ԵՄ-ին չի անդամակցել եւ այդ կառավարության կանոնադրությունը չի նախատեսում, որ այդպես պիտի անդամակցեն։ Բայց այդ օրենքի ընդունումը դա արդեն գոյություն ունեցող օրենք է, չէ՞, սխալ, ճիշտ եւ այլն ընդունված օրենք է, մեր իրավական համակարգի մաս է կազմում։ Հիմա Ռուսաստանում էլ ասում են, եթե դուք այդպես օրենք ունեք, դուք չեք կարող ԵԱՏՄ-ին անդամ լինեք, որովհետև ԵԱՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, ԵՄ-ն էլ է տնտեսական, եւ դրանց կարգավորումները ոչ միայն տարբեր են, այլ ներկա պայմաններում Եվրամիության անդամ երկրները Ռուսաստանի դեմ տարբեր պատժամիջոցներ ունեն կիրառած։ Հետևաբար հնարավոր չի դու գտնվես այս տնտեսական համակարգում եւ ձգտես միանալ մի տնտեսական համակարգի, որը պատժամիջոցներ է կիրառում այն տնտեսական համակարգի Սյունեն հիմա կարող է Սյունեն էլ ասի, Սյունեն 10 տարեկան, 12 տարեկան իմ երեխեն է։ Պարզ երեխու տրամաբանություն է, էլի, չգիտեմ, արժի կանչեմ Սյունեին հարց, բայց կարծում եմ ինքն կհասկանա, որ այդպես չի կարող լինի։ Ու սրանք փաստորեն ինչ են անում, այս ձևով փակում են ոչ թե զարգացում այլ գոյությունը ու դրա Նահանգները ինքն է սկսում սահմանափակումներ դնել աշխարհի գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքներ, թվում Հայաստանի ապրանքները, լրացուցիչ մաքսատուրքեր է կիրառում։ ԵՄ-ն 2019-20 թվականից է չեղարկել GSP+ առևտրային ռեժիմը Հայաստանի հետ, որ Հայաստանի ապրանքները ԵՄ կարային վաճառվեին առանց մաքսատուրքի եւ դրանից հետո մի քանի անգամ, կարծեմ 4 անգամ կրճատվել է Հայաստանից ԵՄ ապրանքների արտահանումը, հիմնական ասենք, եթե հանես նաեւ հումքի արտահանումը, բղից մոլիբդեն, ասենք պատրաստի արտադրանքի արտահանում հիմա Հայաստանից ԵՄ գրեթե գոյություն չունի։ Միացյալ Նահանգները դիցաշուկաները փակում, ԵՄ սենս չես կարող ծախես, միակ երկիրը Ռուսաստանն է, Ռուսաստանը դեռ իրենք ռով ընդունում որոշումներ, օրենքներ, որով ըստ էության փակում են այդ շուկաները մեր երկրի համար եւ այդ հումքի նաեւ հասանելիությունը այդ երկրից։ Ну ինչ ասեմ, հիմա մի քիչ առաջ խոսում ենք, որ սա Շնամու օրակարգ սպասարկող տնտեսություն է, չէ՞։ Լրացվում է այդ տրամաբանության մեջ, այսինքն նաեւ զուգահեռաբար տնտեսապես են քայքայում, որպեսզի մեր տնտեսվարողները գործելու որևէ հնարավորություն չունենան, զրկվեն իրենց շուկաներից։ Իսկ Հայաստանը փոքր երկիր է եւ Հայաստանում միայն Հայաստանում ապրանք վաճառելով
ասենք որևէ ընկերություն մեծ հաջողություններ չի կարող ունենալ, ասենք կարաս վաճառես հաց եւ կատնամթերք, որում կատնամթերքն էլ Հայաստանում ներմուծում էլ կա, էլի։ Իսկ հայկական կատնամթերք, ես չգիտեմ, օրինակ Ռուսաստանից բացի Հայաստանից ով պիտի պանիր առնի, Նիդերլանդները, թե Ֆրանսիան։ Վստահ եմ, որ Լեհաստանը չի առնի, որովհետեւ Լեհաստանում մենակ Մլեկոպոլ ընկերությունը կարող է մի օրում ավելի շատ պանիր արտադրում, քան Հայաստանի բոլոր պանիր արտադրողները միասին վերցրած։ Տարվա ընթացքում։ Կուզեմ նաև մի թեմայի անդրադառնանք, արցախցիների թեմային, վաղը Մոհոքի ակցիայում պատրաստվում իրականացնել արտգործնախարարության շենքի մոտ, այս ընթացքում էլ տարբեր հանդիպումներ ունեցան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, հանրապետականների հետ, երեք Էդմոն Մարուքյանն էր, Արցախի կուսակցությունների հետ, ինչ տպավորություն ունեք նաև հանրահավաքը հաշվի առնելով, որովհետև 12 կետից բաղկացած պահանջներ են արցախցիները առաջ քաշել եւ այդ 12 կետերից որևէ մեկում իշխանությունների հրաժարականի հարց չկա, փոխարենը կա այսպեսի մի լուր համաձայնություն, ճիշտ ակնկալիք օրվա իշխանություններից, որ իրենք պետք է 12 կետը բավարարեն։ Մինչդեռ իշխանությունները պատրաստ են եղել միայն քննարկել սոցիալական բաղադրիչը։ Կարծում եմ, որ այդ 12 կետի հետ կապված բարձրաձայնումն անգամ այլևս ակտուալ չի, որովհետև արդեն նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, չէ՞, փոխնիկոլը։ Հանդիպել են նրա հետ եւ նա ասել է այդ 12 կետերից 11-ը իր տիրույթում չի, ինքը պատրաստ չի դա քննարկելու։ Միակ հարցը, որ պատրաստ են եղել քննարկել, դա վերաբերում է սոցիալական աջակցության ծրագրերին, որովհետև ապրիլի 1-ից արդեն չեղարկել է փաստացի կառավարությունը արցախցիներին տրվող բնակարանի վարձի եւ կոմունալ վարձերի փոխհատուցման այդ ծրագիրը 40,000 պլյուս 10,000 դրամի չափով եւ դա էլ դրա վերաբերյալ համաձայնության չեն եկել, ավելին Տիգրան Խաչատրյանը մի ցինիկ բողոքի սոտը երկար մենք այդ ծրագիր, այսինքն ձեզ 50,000 դրամ կտանք վրանա հանելու համար, պատկերացրեք ցինիզմի ինչ աստիճան։ Ընդ որում այդ հարցերին էլ այդ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատասխան Արցախահայությանը, այլ նրա աշխատանք գրասենյակի ղեկավարը, պատկերացնում եք ինչ առհամարական վերաբերմունք։ Եվ ակնհայտ է, ես չգիտեմ հրաժարականի պահանջ ինչի ունեն, ինչի չունեն, բայց կարծում եմ, որ արցախցիները նրանք իմաստուն մարդիկ են եւ այդ նախաձեռնությունը ի պաշտպանություն արցախցիների իրավունքների պաշտպանության գիտակցում են, որ իրենց արժեք կանգնած են իդեմս Նիկոլ Փաշինյանի փոխնիկոլների եւ Նիկոլա նախարարների են մարդիկ, որոնք ոչ թե տրամադրված են, մտածում են իրենց խնդիրները լուծելու մասին, այլ ճիշտ հակառակը, նրանք են մարդիկ են, ովքեր ստեղծել են իրենց խնդիրները, ովքեր դրել են իրենց այդ վիճակի մեջ։ Հետևաբար նրանցից միայն անմիտները կլինեն, որ կակնկալեն, որ այդ մարդիկ պետք է իրենց խնդիրները լուծեն։ Այդ նույն բանը, որ ասես, ճիշտ է, դու իմ երեխեքին սպանել ես, բայց գոնե բան արա, էլի, փոխտու ապրենք։ Ճիշտ է, դու իմ տունը իմ ձեռից առել ես, բայց կնի տանվարձ տաս, ես եթե ուրիշտեղ ավելի վատ պայմաններում ասում։ Մի բան պետք է անեն արցախցիները, միանան հայ ժողովրդի մյուս հատվածին, որը որ պայքարում է ոչ միայն արցախցիների, այլ մեր բոլորի, մենք տարբերակում չկա էլի մեր վիճակի մեջ։ Տարբերակումը մենակ այն է, որ իրենք ավելի մեծ զրկանքների են ենթարկվել, ավելի մեծ կորուստներ ունեն, իրենք ցեղասպանվել են եւ բռնի տեղահանվել են, այսինքն եթե ես գոնելը հիմա իմ տանն եմ ապրում, իրենք այդ հնարավորությունից են զրկված։
Եվ դա արել է Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցախումբը։ Հետևաբար նրանց խնդիրների լուծման հույսեր կարող են արտանալ միայն այն դեպքում, եթե վճռական պայքարով Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցախումբը վռնդվի իշխանությունից։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, թեմաները սպառեցինք, կհանդիպենք մյուս կիրակի։ Շնորհակալ եմ, ստեսություն ձեզ։